Բաքվում շարունակվում է Ղարաբաղում ինքնալուծարված անջատողական ռեժիմի, Բաքվում հայտնված պարագլուխների դատը։ Քրեական գործ է հարուցվել նաև Ռուբեն Վարդանյանի դեմ, ով մեղադրվում է ռազմական հանցագործությունների, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։ Դատաքննության ընթացքում Վարդանյանին տրամադրվել է ռուսաց լեզվի թարգմանիչ, ինչպես նաև պաշտպան։ Ռուբեն Վարդանյանի դատավարության մասին իր կարծիքն է հայտնել հայտնի բլոգեր Նատալի Ալեքսանյանը։ Ռուբեն Վարդանյանը Հայաստան էր վերադարձել այլ նպատակներով։ Նրան հատուկ զրկեցին Ռուսաստանի Հանրապետության ուրեմն ներողություն Ռուսաստանի Դաշնության անձնագրից, տվեցին Հայաստանի Հանրապետության անձնագիր, ուղղորդեցին դեպի Ղարաբաղ, որպեսզի նա կարողանա Ղարաբաղի ուրեմն ինչ իրավիճակ տեղի կունենա Ղարաբաղում, այդ ամենից հետո փորձի հեղափոխություն անել Հայաստանում։ Ռուբեն Վարդանյանը Ղարաբաղյան կլանից ինձ մոտ ոչինչով չի տարբերվում Հայաստանի Հանրապետության մեջ։ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն վտանգ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը, ոչ միայն վտանգ է եղել Ադրբեջանի Հանրապետության համար, այլև Ռուբեն Վարդանյանը վտանգ է ամբողջ աշխարհի համար եղել։ Հիմա հարց եմ ուզում ձեզ տալ, երբ որ դուք պաշտպանում եք Ռուբեն Վարդանյան անձին, դուք ինքներդ տեղեկացված եք, ինֆորմացված եք, թե ով է Ռուբեն Վարդանյանը։ Ես հասկանում եմ ձեր ուրեմն նկրտումները եւ գիտակցելով, թե ինչքան փողի մոլուցքով տարապող մարդիկ եք դուք, ես ներկապահին չեմ ցանկանում որակումներ տալ։ Հա, երևի ձեզ թվում է Ռուբեն Վարդանյանը դուրս գալով Բաքվի բերդից ձեր օգնությամբ, սենց ասած, էլի չակերտավոր, գալու է իրա բիլիոնների կեսը ձեզ տա, ամենևին։ Ցանկանում եմ հարցս ուղղել մեկ անգամ եւս Ռուբեն Վարդանյանի պաշտպաններին։ Ռուբեն Վարդանյանը որ նեմեսիս էր կազմակերպում Ադրբեջան պետության հանդեպ։ Ռուբեն Վարդանյանը արդյոք չէր վախենում պատասխանատվությունից։ Երբ Ռուբեն Վարդանյանը $1 միլիոն էր փոխանցում Խամաս կազմակերպությանը, արդյոք Ռուբեն Վարդանյանը չէր վախենում Ադրբեջան պետությունից։ Թե գրեթե վստահ էր, որ Ռուսաստանը իրեն օգնելու է ու փրկելու է։ Առաջին դեպքում Ռուբեն Վարդանյանը համար մեկ վտանգն է եղել Հայաստանի Հանրապետության ուրեմն պետականության համար։ Երկրորդ դեպքում Ռուբեն Վարդանյանը ուղիղ վտանգ էր ամբողջ աշխարհի համար։ Ես այն ինչ որ ներկապահին պատմում եմ, ես ունեմ պատմածներիս ամբողջական փաստերը ձեռքիս տակ։ Եվ կրկնում եմ, եթե անգամ Ադրբեջան պետությունը բաց թողնի Ռուբեն Վարդանյանին, ես այդ ամբողջ փաստերը կտրամադրեմ Ադրբեջան պետությանը։ Եթե ես այսօր բաց տեքստով շատ բաներ չեմ ասում, դա դեռ չի նշանակում, որ սենց խելոք նստած սպասում ենք, թե դուք ինչ եք անելու։ Ասում եմ, Արայիկ Հարությունյանը ավելի մեծ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար։ Նշենք, Բաքվում հայտնված պարագլուխները մի շարք հայտարարություններ են արել դատարանում։ Նրանց խոսքերից պարզ է դառնում, որ պատմության աղբանոց ուղարկված անջատողական ռեժիմը Ղարաբաղում ամբողջությամբ կառավարվել է Հայաստանի ղեկավարության կողմից։ Նման հայտարարություն է արել նաև Արայիկ Հարությունյանը, ով իր ցուցմունքներում նշել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ Ադրբեջանի օկուպացված տարածքներում զորավարժություններ են անցկացվել, որոնք ղեկավարել են Հայաստանի պաշտոնատար անձինք։ Հարությունյանի խոսքով ինքը հասկանում էր, թե ինչպիսին կլինի պատերազմի արդյունքը, եւ առաջին օրերից փորձում էր համոզել վարչապետ Նիկոլ Փաշինյանին օր առաջ դադարեցնել ռազմական գործողությունները։ Արայիկ Հարությունյանը ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքին հարվածներ հասցնելու մասին որոշումները կայացվել են հենց Հայաստանում։